Ձեր կարծիքով ինչը պետք է փոխի շտկի Հայաստանի նոր իշխանությունը։ Լավ կլներ թոշակառուների վիճակը մի քիչ բարելավվեր, որովհետև այն ավելացածը շատ քիչ է, չի բավարարում։ Կոմունալ ծախսերը փակելու, ապրելու, ապրոստի, առաջինը այդ։ Выгнать всех азербайджанцев с территории Армении։ Իմ կարծիքով խաղաղություն, բայց իրոք խաղաղություն, ոչ թե ժամանակը ոչ։ Առաջինը անվտանգության հարցն է ժողովրդի, երկրորդը բարեկեցություն։ Իսկ ներկայիս իշխանության մասին ինչ կասեք։ Բացասական միայն։ Չէ, լավը չէ, բացարձակ։ Լավ բան ոչինչ չենք տեսնում։ Առայժմ ոչ մի բան չկա։ Ձեր կարծիքով առաջինը ինչ պետք է փոխի շտկի Հայաստանի նոր իշխանությունը։ Առաջին հերթին պետքա ազգային ակունքներին անդրադառնալ, ասենքն պետությունը պետքա լինի ազգային պետություն եւ պետության շահերը, ազգային շահերը վեր լինեն ամեն ինչից։ Բնականաբար պետքա ամեն ինչ արվի, որպեսզի ծնելիության մակարդակը մեր երկրում բարձրանա։ Հիմա ճիշտ հակառակն են անում։ Բանակի հիմնական դիրքը բանակից պետք է սկսվի վերափոխումը։ Ես դա եմ հասկանում, քո պաշտպանության մարդիկ ավելի ապահով, ավելի հանգիստ ապրեն, քան թե ինչ որ ասֆալտ ծաղկեն կամ մանգապարտեզ եսին կլինի, թե չի լինի։ Բայց զինվորների ճակատագրին մի քիչ հետևեն, հիմնականում նայեն, թե ոնց են ապրում այդ խեղճերը այնտեղ։ Ուղղակի խեղճ են, ոչ թե զինվորներ։ Բայց ուրիշ երկրների զինվորներին նայում ես, մարդ համանչում է, էլի Իրանը նայի, թե այդ երկրի զինվորների դիրքն ու վիճակը։ Ես մենակ եմ հասկանում։ Կուզեի որ մի քիչ արդարություն անեն, մի քիչ նայեն ժողովրդի վիճակը լավացնեն, դա կցանկանայի, ուրիշ ոչ մի բան։ Ես մեծ հույսեր ունեի, բայց այսքան էլ պարզվա, որ ոչ մի բան էլ չկա։ Իրավական մարմինները շտկի որ օրենքը ուժ ունենա, օրենքը գործի այնպես ինչպես որ ոնց որ մյուս պետություններում։ Մենք էլ օրինապաշտպան ենք։ Իսկ ներկայիս իշխանության մասին ինչ կասեք։ Չասեմ։ Ոչինչ չասեմ։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ։ Իսկ ներկայիս իշխանության մասին ինչ կասեք։ Ոչ մի լավ բան։ Ճիշտն ասած, ես չեմ կամ կողմ որոշվեմ։ Ոչ մեկին չեմ ճանաչում։ Ինչ ճանաչեցինք, մենք Նիկոլին ճանաչեցինք, այն էլ վատ տեսակով։ Լավը չտեսանք։